Okay, հարազատներից, եթե նկատում եք արդեն իմ կաթը համարյա 7 լիտր ու կես է անելու, ինքը 3.78 ամեն մեկը, սո երկու հատ այսպեսին եմ օգտագործել, դնելու ենք գազօջախի վրա, բայց չենք եռացնելու, եթե ջերմաչափ ունեք, ջերմաչափով մոտավորապես 35-40 աստիճան Ցելսիուս պետք է գա, եթե Ֆարենհայթով եք անում, Միացյալ Նահանգների ջերմաչափով 90-ից 95 աստիճանի պետք է բերենք ջերմաստիճանը, եթե ջերմաչափը չունեք, ուրեմն մատով կարող եք ստուգել, այն աստիճան, որ ձեր մատը հանկարծ չվառի, այսինքն տաք լինի, բայց չվառի, այդ կարգի, հանկարծ չեռացնեք, որտեղ եռացնելու դեպքում տվարող է դառնալու, այսինքն չի ստացվելու, գնացինք, դնենք գազօջախի վրա, միանամ հետ ձեզ, հիմա, քանի ինքը տաքանում է գազօջախի վրա, ուզում եմ ցույց տամ, թե ինչ եմ օգտագործելու, մայա, մայայով եմ օգտագործելու այս պաչկեն, ուրեմն մի ամբողջ տուփը, այս փոքրիկ տուփը բարակ, 100 լիտրի համար է նախատեսած, բայց ես պետք է սա բաժանեմ համարյա 15 մասի, որպեսզի կարողանամ որոշեմ, թե ինչքան եմ դնելու մեջը, ընդամենը պետք է հիմա ես առանձնացրել եմ, okay, հիմա առանձնացրել եմ, ես շատ փոքրիկ, շատ չնչին է ինձ մոտը, փոքրիկ ջուր վրան պետք է ավելացնեմ և հենց արդեն ջերմաստիճանը որ կգա, պետք է խառնեմ մեջը։ Նայում եք շատ փոքրիկ իրան ջրով խառնում եմ, լավ լուծում եմ, make sure, որ մեջը լուծվի փոշին և պատրաստելու ենք, լցնենք մեջը քիչ հետո։ Ինձ մոտ ջերմաչափ կա, ես կփորձեմ ջերմաչափը այստեղ ժամանակ առ ժամանակ պահել մեջը, որ հասկանանք Okay, ես ընթացքում էլ փորձում եմ խառնել, որպեսզի ջերմաստիճանը բոլորը հավասար լինի, հանկարծակի տակը տաք ելնի, վերևը սառը չհասցնի, որ ջերմաստիճանը խառնվի իրար։ Հիմա դեռ ինձ մոտ ցույց է տալի 75 աստիճան, ես պետք է բերեմ 90-95 աստիճան ջերմաստիճանի։ Ջերմաստիճան հասնելուն պես 35 աստիճան Ցելսիուս կամ Ֆարենհայթով 90 աստիճան, անջատում եմ անմիջապես գազը, վրան ավելացնում եմ մայան, փոքրիկ բաժակով պատրաստված մայան, այնուհետև տեղափոխում եմ հարմար դիրք, որտեղ ծածկում եմ տաք ծածկոցով, խոտանի պատճառով ներողությունս եմ խնդրում, չգիտեմ ինչի չի նկարվել այդ պահը։ Okay, հարազատներս, արդեն 1 ժամը անցել է, տեսնենք ինչ վիճակի մեջ է։ Okay, եթե նկատում եք, արդեն պնդացած է, բայց երևի կուզենամ 20 րոպե էլ երևի ու նորից հետ կգան կստուգենք։ Okay, ժողովուրդ ջան, պետք է որ արդեն պատրաստ լինի, հիմա նայենք, տնանք ինչ վիճակ է արդեն, զգուշեղնենք այս ջուրը չթափվի մեջը,
Յա, արդեն բնդոտ ավելի։ Մեր խանչալը վերցնենք ու գնենք գործի։ Նախ մի հատ կողքերից ենք մաքրելու։ Ու կտրում ենք արդեն։ Ինչ լավ եղել է։ Okay, հիմա պետք է արդեն բերեմ քամիչի մեջ դնեմ։ Okay, Ժողովուրդ ջան, արդեն պիտի սկսեմ հիմա ես իմ քամիչի մեջ դնեմ, սա իմ թարխունն է։ Այսից դե դնենք ավելի լավ ձեռքից տակ լինի։ Ես վերցրել եմ սովորական քամիչ եւ աման, իհարկե Մարլյան, ես օգտագործում եմ Հայաստանից բերածը միայն բաների նպատակով, ուրիշ ոչ մի բան, ու անցնենք արդեն լցնելուն։ Ես ինչի եմ ցանցով լցնում, որ եթե ջուր լինի, որ ջուրը ինքը քամի էլ այնտեղ էլ թողնի։ Ընթացքում պետք է ես թարխունը դնեի, արդեն մոռանում էի։ Իրամի լավ պիտի քամենք։ Իմիջայլոց ասեմ ես շիճուկը, հիմա որ լցվում է այդ ջուրը, բավական օգտակար է ամեն ինչի համար։ Խորհուրդ կտամ, որ օգտագործեք այդ ջուրը։ Եվ կարող եք օգտագործել որպես աղի ջուրի համար էլ։ Պահեք, շատ լավ է ստացվում։ Հիմա իրան դնենք ու թափեմ, նորից հետ բերեմ։ Եվ ընթացքում պետք է գամ անընդհատ ստուգեմ։ Ինչ սիրելիներս, արդեն անցել է 2 ժամ։ Սոքանդենք, տեսնենք ինչ վիճակի մեջ է։ Այսօր մեր պանիրը։ Ինձ հետաքրքիր է քաշը ինչքան, իմիջիալոց ասեմ վրան ծանրություն էի դրել, որպեսզի քամվեր շուտ ավելի արագ։ Ինքը տեսնենք քաշը ինչքան է սրա, հետաքրքիր է եղել։ Մոտավորապես մեր մոտ 7 լիտր կաթ էր։ Այսինքն 1 կիլո 292 գրամ։ Բաց չի, լավ է, գոհ եմ, շատ գոհ եմ։ Ես աղ չեմ դրել կաթի մեջը, որպեսզի աղի չլինի, ես չեմ սիրում աղի, բայց եթե դուք ցանկանում եք, որ աղի լինի, անպայման կարող դնեք կաթի մեջը աղ, միջև կրակին դնելը։ Հիմա մի հատ է կտրենք նայենք, տնանք ինչ վիճակի մեջ է։ Ժողովուրդ ջան, հանկարծակի դուք անտիր։ Պատկերացնում եք, չէ՞։
Ես հիմա սա ինչ եմ անելու, վերցնելու եմ, երկու մասի բաժանեմ, խոշոր աղով իրան լավ պատեմ, թողնեմ նորից այդ ամանի մեջը, ինքը իր ջուրը թողնելու է, երև մի 100-150 գրամ էլ ջուր կթողնի, հետո այնուհետև արդեն նոր աղաջուր կսարքեմ, կդնեմ մեջը, շիճուկի ջուրը եթե կարողանաք դուք պահել, կարող եք շատ լավ հաց թխել անգամ դրանով, կարող եք այդպես խմել, շատ օգտակար է,